Բարև ձեզ, լրազումն է եթերում, րոպեներ անց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդի նիստ է հրավիրելու և պատասխանելու է Սերժ Սարգսյանի ՀՀԿ խորհրդի նիստում երեկ հնչեցրած ելույթին, հիշեցնեմ, որ ՀՀԿ նախագահը երեկ խիստ քննադատության ենթարկեց Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին, իմ գործընկերներ Թաթուլ Հակոբյանի և Դեհենիկ Մալխասյանի հետ զրուցելու եմ Սերժ Սարգսյանի այդ ելույթի և դրա նախադրյալների ու հետևանքների մասին։ Թաթուլ, ինչպես ես գնահատում ելույթը։ Իհարկե անպարկեշտ բաներ ասվեցին եւ ես կարծում եմ, որ ճիշտ է, ես միշտ համարում եմ եւ այսօր էլ ասում եմ, որ Սերժ Սարգսյանը չընտրված նախագահ է, այնուամենայնիվ դե ֆակտո նախագահ է եւ դե ֆակտո նախագահին վայել չէ նման ոչ օգտագործելը, բայց իմ համար կարևորը մեկ այլ բան է։ Ընդհանրապես, երբ որ մենք հետևում ենք Սերժ Սարգսյանի վարքագծին, ինքը միշտ կոմպրոմիսների կողմնակից է եղել, ինքը միշտ իր ելույթներում պարկեշտ է արտահայտվել եւ սա կարող եմ համարել իր քիչ ունեցած առաքինություններից մեկը, եթե այդ բառը կարելի է ասել, իրոք շատ զուսպ է միշտ արտահայտվել քաղաքական նույնիսկ ամենաուժեղ քննադատողներին իր հասցեին, բայց երեկվա ելույթը ինձ հետեւյալը հաստատեց, որ Հանրապետական կուսակցության քաղաքականությունը, որը ուղղված էր երկու հիմնական, այսպես ասեմ, հիմնասյուների վրա, ընդդիմադիրներին կամ ենթարկում են ահաբեկումների, վերջի շրջանի նկատի ունեմ, որպեսզի իրենց հետ համագործակցեն, եւ կամ ներքին պայմանավորվածությունների արդյունքում են հարցեր լուծում։ Եվ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այս երկուսն էլ այլևս կարծեք թե չեն աշխատում կամ լավ չեն աշխատում։ Այո, ահաբեկչությունների ալիք է սկսվել երկրում, բայց ժողովուրդը, քաղաքական ուժերը պատրաստ չեն, այսպես չեն վախենում դրանից եւ փաստորեն երեկվա ելույթով Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ փաստացի ոչ իշխանական համարվող Բարգավաճ Հայաստան կուսակցության եւս մեկ բան եմ ուզում ասել Կարեն եւ ինձ համար դա արդեն ապշեցուցիչ էր, երբ որ հանկարծ Սերժ Սարգսյանը հիշեց, որ Գագիկ Ծառուկյանը ունի բարեգործություններ է անում իր խոսքերով Չակերտյալ եւ դա պետք է ստուգել, այսինքն դու աչք ես փակել հանցագործությունների վրա, աչք ես փակել, եթե եղել են հանցագործություններ, կասկածել ես մինչև հիմա ինչու չես այդ մասին համապատասխան ուժային ծառայություններին, օրինապահ մարմիններին տվել առաջադրանքներ, այսինքն եթե քո հետ են կամ լոյալ են, կարելի է ամեն ինչ, եթե քո հետ չեն, դու պետք է սկսես, ես սրանով չեմ ասում, որ Բարգավաճ Հայաստանը թույլ է տվել բարեգործությունների անուն չարաշահումներ, սա պետք է քննությունը բացահայտի, բայց ինքնին սա ճչացող փաստ է, շատ ճչացող։ Դերնիկ, հենց Թաթուլի ասածը հաշվի առնելով սահմանադրության տեսանկյունից, եթե նայենք Սերժ Սարգսյանի ելույթը ինչպես ես գնահատում, նա մի կողմից ասում է, որ Ծառուկյանի կողմից եղել են, ենթադրենք, հարկերից խուսափում, եղել են ինչ-որ բռնություններ եւ այլն, բայց միաժամանակ նա այդ ամենի առաջ աչք է փակել, այդ ամենի առաջ ոչ միայն աչք է փակել, Ծառուկյանը շարունակել է անվտանգության խորհրդի անդամ մնալ եւ հանկարծ մի օր, երբ նրանց ջրերը նույն առով չեն հոսում, որ հիշում է դրանց մասին, արդյոք այս ամեն ինչը տեղավորվում է սահմանադրության մեջ։ Ես ելույթը կգնահատեի առաջին հերթին հակասահմանադրական եւ դե ֆակտո սահմանադրության երաշխավոր հանդիսացող Սերժ Սարգսյանը փաստացի խախտում է, ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը։ Նույնիսկ այնտեղ լավ անմեղության կանխավարկածի մասին չխոսենք, բայց երբ որ ես ելույթը կարդացի, մի անեկդոտ հիշեցի, հիշում եք, չէ՞, այդպես հայտնի անեկդոտ կա, որ ասում է մեկը վրազ նստում է տաքսի, ասում է քշի Թուրքիա, ասում է ինչ ա եղել, ասում է 15 թվին հայերին կոտորել են, գնամ տեսնամ ինչ եմ անելու, էլի։ Հիմա լրիվ Սերժ Սարգսյանի մոտ նման հոգեվիճակ ես նկատեցի, խնդիրը ինչու՞մն է կայանում։ Փաստացի Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ ինքը իր կարծիքով Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ օրինազանցություններ, հանցագործություններ, չգիտեմ, աշխարհի տակ ինչ մեղք կա կատարել է, բայց Սերժ Սարգսյանը աչք է փակել այդ ամեն ինչի առաջ հանուն նեղ անձնական եւ կուսակցական շահերի։ Եվ հարց է առաջանում, այդ դեպքում դու ում հետ էիր կոալիցիա կազմում, երկիր ղեկավարում, Գագիկ Ծառուկյանի սիրուն աչքերի, թե քո նեղ անձնական շահերի։ Այստեղ Սերժ Սարգսյանի
խոսքերի առումով հսկայական հակասություններ կա։ Եվ ես կուզենայի անդրադառնալ հետևյալ փաստին։ Ուժեղ մարդը, ինքնավստահ մարդը կյանքում նման ելույթ չի կարող ունենալ, առավել ևս երբ դու դե ֆակտո երկրի ղեկավար ես։ Նման ելույթ կարող է ունենալ այն մարդը, որը որոշել է, որ ինքը այնքան ռեսուրս, հնարավորություն ունի, որ Հայաստանում կարող է հաստատել բացարձակ դիկտատուրա, հետևաբար սկսելու է Գագիկ Ծառուկյանից, հետո անցնելու է մյուս բիզնեսմեններին, նաև հանրապետականի ներսում, եւ դրանով իսկ կոշտ վերահսկողություն հաստատելով ֆինանսական շուկայի կամ չգիտեմ ֆինանսական հոսքերի վրա, ստանում է Արմեն Բաշու կարգավիճակ։ Բայց քանի որ մենք գիտենք, թե Սերժ Սարգսյանը ինչպիսի զրոյական ռեսուրսի է տիրապետում Հայաստանում, լինի դա քաղաքական, տնտեսական, սոցիալական, զրոյական է իր ռեսուրսը, նույնիսկ պետական համակարգի ներսում զրոյական լեգիտիմություն ունի, ապա ես Սերժ Սարգսյանի այս ելույթը կորակեի որպես կարափի երգ, քաղաքական մայի իմաստով։ Գիտեք ինչն է, ես Սերժ Սարգսյանի գործելավոճին ծանոթ լինելով կարող եմ ենթադրել, որ այս ելույթից անմիջապես հետո նա Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-որ շփումներ ունեցող մեկին ուղարկել է Գագիկ Ծառուկյանի մոտ, թե լավ, ինչ ասել եմ անցած լինի, արի սկսենք իրար հետ պայմանավորվել։ Դա կլասիկ Սերժ Սարգսյանական ոճ է, հասկանում եք, ինքը հրապարակային փորձում է փչացնել, հետո ստվերային պայմանավորվածությունները ձեռք բերում, որպես կանոն այդ ստվերային պայմանավորվածություններն էլ չի պահում եւ ստացվում է այն, ինչ ստացվում է, մարդը 7 տարի ղեկավարում է երկիրը, վարի տալով տնտեսությունը, սպիտակ եղեռն կազմակերպելով, տարեկան միջին հաշվարկով 40,000 մարդ լքում է Հայաստանը, այսինքն 40,000 քաղաքացի մենք կորցնում ենք։ Հիմա ինքը խոսում է, ասենք, չգիտեմ, այնտեղ Թալանից, հարկեր թաքցնելուց, լավ, ինքը նայել է հանրապետականի կազմին, օրինակ ինքը նայել է իր եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ինչով է զբաղվում, հասկանում եք։ Լավ, եթե ինքը մականունավորների մասին է խոսում, հանրապետականը փառք Աստծո մականունավորների պակաս չունի։ Հիմա նորից գալիս ենք նույն հարցին։ Մի կողմից նա ասում է, որ տվյալ անձնավորությունը բացակայել է ազգային ժողովի նիստերի գրեթե բոլոր նիստերից, ինչ շատ վատ է, մյուս կողմից իր կուսակիցները, որոնք իրեն բերել են իշխանության, նույնպես բացակայել են ազգային ժողովի նիստերից։ Եվ ստեղծվել է այսպիսի երկվություն, ուր է տանելու սա։ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնի է Սաշիկ Սարգսյան անունով, չէ, падգամավոր էր 4-րդ գումարման խորհրդարանում։ Կխնդրեի բացեին նայեն, քանի անգամ է ներկա եղել խորհրդարանի նիստերին։ Իր եղբայրը։ Թող բացեն նայեն։ Ինչու այն ժամանակ բան գործ չեն հարուցել, ասենք, չեն փորձել Ալեքսանդր Սարգսյանին զրկել ԱԺ падգամավորական մանդատից։ Այս ինչ տասնյակի ստանդարտներ են։ Խնդիրը հենց դրանումն է, որ Սերժ Սարգսյանի արտասանած տեքստը դա ինքնախոստովանական ցուցմունք է նաև։ Այն մարդը վեր է հանում այն արատները, որը բնորոշ է հիմնականում հանրապետական կուսակցությանը եւ անձամբ հենց իրեն։ Բացի այդ, ես սա կհամարեի նաև կուլակաթափության կոչ, ինչ է նշանակում որոշել, թե ով է զբաղվելու քաղաքականությամբ։ Եթե դու փող ունես, չպիտի այդպես է ստացվում, էլի, փող ունես, ասենք, քո ինտելեկտը ես կասկածի տակ ենք դնում, ուրեմն դու չպետք է նույն հաջողությամբ Միացյալ Նահանգներում Սարափելինը չէր կարող լինել։ Կամ Ջորջ Բուշը, ասենք, Ջորջ Բուշը Սերժ Սարգսյանի կատեգորիա չի կարող։ Ավելի լավ օվկանոց այն կողմ չգնանք եւ երեք տեսնենք, թե այդ նիստին ովքեր են մասնակցել։ Լիսկան, եթե մենք խոսում ենք ընդհանրապես, ես կողմ եմ միշտ բաց քարտերով քաղաքականությանը, նաև լրագրության մեջ, եւ եթե մականուններով խոսենք, ես կարծում եմ, որ վատ չէ իրոք բոլորի մականունները տալ։ Օրինակ, այդ երեկվա նիստին մասնակցել է Սիրելի Լիսկան, որը գիտեք, առնվազն 3 անգամ դատվել է, Լֆիկը, որը մեծ բիզնեսմեն է, այսինքն եթե Գագիկ Ծառուկյանին չի կարելի, ապա պարոն Հարգարժան Ալեքսանյանին ինչու կարելի է, այդ նիստին մասնակցել է իր եղբայրը, որը գիտեք հայտնի ամբողջ արդեն անեկդոտի է վերածվել, որ 50-50 մտնում է, փայ է մտնում, այսինքն հասկանում եք, սա խոսում է նեղ անձնական շահերի մասին, բայց նաև երեկվա ելույթից ես տպավորություն ստացա, որ
իշխանությունների մոտ որոշակի խոճապ կա։ Կարեն ես միշտ ինչ որ իմաստով հումորով եմ վերաբերվել այն մամուլի հրապարակումներին կամ ընդդիմության գործիչների հայտարարություններին, որ ռեժիմը խոճապի մեջ է, էսա գնալու է, բայց գիտեք, այս վերջի շրջանի իշխանությունների գործելավոճը ես նկատի ունեմ այս վերջին ահաբեկչական տերորիստական կարելի ասել գործողությունները իր իսկ քաղաքացիների նկատմամբ այս ծեծ ու ջարդը, որը եթե ինքը չի բացահայտում ոստիկանությունը, ինչպես իրենք են ասում պրոֆեսիոնալ ոստիկանապետը չի բացահայտում, հա, սա նշանակում է, որ իշխանությունները առնվազն տեղեկացված են, եթե չասենք, որ սա իշխանությունների հրոսակախմբերն են իրականացնում այս գործողությունները։ Եվ երեկվա ելույթը Սերժ Սարգսյանի ինձ իմ մոտ բան ստեղծեց, որ այնուամենայնիվ եւ նաեւ գիտեք ինչ որ իմաստով մի քիչ ես ուրախություն զգացի, որ գուցե Հայաստանը իրոք այս լճացումից, այս ճղճիմ, այս ճահիճից դուրս է գալիս եւ գուցե երեկվա իր ելույթը առիթ կտա, որ իրոք ընդդիմությունը համախմբվի, որտեվ բոլորը արդեն այլևս չեն կարողանում տանել այս ռեժիմին, որը կեղեքում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու։ Սա կարող է լինել սկիզբը մի գործընթացի, որը կարող է բերել Հայաստանին փոփոխություններ։ Այլապես, եթե այսպես շարունակվի, մենք իրոք Դերենիկի նշած թիվը դա ուղղակի 100-ամյակի այս տարում հատկապես 40,000 ամեն տարի մենք հայ ենք կորցնում Հայաստանից, ուղղակի անթույլատրելի է։ Կարեն, ես կուզենայի խորհուրդ տալ այսպես ասեմ Սերժ Յուգենտի ներկայացուցիչներին, ովքեր Սերժ Սարգսյանի հրահանգով սկսեցին շատ վատ տոնայնությամբ տոնայնությունն էլ վատ չէր հասկանում եք, դա բարոյական, չգիտեմ ինչ աշճանի պետք է իջնես, որ Սերժ Սարգսյանը այդ հայտարարությունից հետո սկսես մի հայոյախառ շատ ցածր մակարդակի հարցակումներ ու ես կարծում եմ չհասկանալով նաև ես իրենց խորհուրդ կտամ թնդանոթի միշտ չդառնալ ուղղակի իրենք դեռ երիտասարդ են ճիշտ է հասցրել են հանրապետական կուսակցության ներսում համապատասխան գործունեության արդյունքում ստանալ ինչ-որ մի կարգավիճակ, որը շատ վատն է, բայց ամեն դեպքում ինչ-որ մաքրվելու հույս կա, ճիշտ է, լողանալով չի անցնում դա, բայց ամեն դեպքում ինչ-որ բան կարելի է անել մաքրվելու համար, եւ նման ոճով հարցակում կազմակերպել, գիտեք, ասենք, ես չեմ հիշում, որ նույնիսկ 2007-2008 թվականներին գերլարված, գերսրված այդ իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի եւ իշխանության ներկայացուցիչների մեջ նման ցածր մակարդակի հայոյախառը քննադատություն ես չեմ հիշում։ Միգուցե հնչել են ինչ-որ բաներ, բայց այս իդեպ այդ դրա այսպես բարձր դա կատարվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Ես մի բանի վրա եմ ուշադրություն ուզում դարձնել։ Ուշադրություն դարձրեք, թե Սերժ Սարգսյանի ասածները ովքեր են կրկնում ավելի այսպես ճոխացրած։ Հիմնականում երիտ հանրապետականի ներկայացուցիչները, մի քանի հոգի ոչ երիտ հանրապետականից, մնացած մասը կարծես թե լուր է, որովհետև Սերժ Սարգսյանը սրանով պատերազմ է հայտարարում նաև իր բիզնես թիմի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուրը կարող է հայտնվել Գագիկ Ծառուկյանի կարգավիճակում, այսինքն թիրախում։ Եվ շնորհակալություն, որ քաղաքական իրադարձությունները առաջիկա օրերին թեժ են լինելու, ոչ ոք չի կասկածում, մենք նորից կմիանանք ավելի ուշ, երբ որ արդեն որոշակի հայտարարություններ եղած կլինեն, մնացեք Civilnet-ի հետ։